հայրեր տարերին, ըստ նմանության շարեցի եւ հեշտությամբ կարդացի այդ գրերը հայերեն լեզվով։ Ինչ տեքստ ստացա, ինչ տեքստ ստացա, ինչ դուրս եկա դրանից։ Առաջին քարի վրա գրված է. Սկսած այս կանգնած քարից Արդայիտ, դա Արդաշատի մոտ տեղա, ուրեմն դերն է հողի այս թագավորը։ Շատ բարձ, սա 2200 տարվա առաջի հայերենով գրած է, ես այսօրվա հայերենով կարդացի։ Իսկ նախորդ այն ժամանակվա հայերով ինչպես էր։ Տարբերություն կա, օրինակ սկսած բառը ակ է գրած, ակ սկիզբ։ Քարը ղռա կոչվում, ղռիեն, սկսած այս ղռիեն։ Հիմա այդ ղռ բառը մնացել է հայերենում։ Հիմա ինչև ես հարցը տալիս, բառերում շատ կարևոր է, որովհետև մարդ կարող է հարցնել, թե լավ, բայց 2200 տարի առաջ այս հայերենով ոչ էին խոսում, որ կարողանում ես այսպես կարդալ։ Ուրեմն իրականության մեջ այդտեղ քարի փոխարեն գործածում է ղռը, որը մեր բարբառերում պահպանված է, ղռը։ Ես կարամ սկզբից կարդամ, ես մի թափից կարդացի այսօրվա հայերենով։ Այսպես ակ ղռիեն, Արդայիտ, ավ է հողի այս գահապանը։ Այսինքն սկսած այս կանգնած քարից Արդայիտ, դերն է հողի այս թագավորը։ Միանգամայն։ Հա։ Ուրեմն երկրորդ քարի վրա գրված է, ես մի թափից մեր հայերենով արդեն կարդամ։ Այս կանգնած քարից մինչև արևելք հողերն են թագավորի, գահապանքա։ Թագավորյաց, թագավորի հողերն են։ Այսինքն շատ պարզ հայերեն կարդացվեց եւ պարզ է ինչի է թաքնցված գրած արամեերեն մեր հայ գիտնականների կողմից եւ որովհետեւ այդ դոգման որ կար 1700 տարի կա որ հայերը գիր չեն ունեցել մինչև Մաշտոցը, այդ դրան են հետևում բոլորը, այնինչ այս Արտաշես թագավորը Մաշտոցից 600 տարի առաջ է ապրել ու այդ գրերը գրել։ Եվ դրանք հայերեն են, որը նշանակում է ինչ։ Արամ անունը ճիշտ ասել շատ դա բուն հայկական անուն է եւ անգամ առաջին մարդը որը Ադամը կոչում Աստվածաշնչում դա Արամ է։ Արամ նշանակում է իմ աղյուսակով նշանակում է արևի որդի։ Դա հայ նշանակում է հայ։ Եվ իզուր չի որ օրինակ Հնդկաստանի գրերի մեջ գրված է որ առաջին մարդու անունը հայ էր։ Իսկ զորոաստրիզմի մեջ, զրադաշտության մեջ առաջին մարդու անունը հայո մարդ է, հայո մարդ։ Այսինքն այդ on նշանակել է սուրբ։ Այսինքն հայ սուրբ մարդ, առաջին մարդի անունը այդպես է եղել։